6-րդ դասը հանրամատչելի աստվածաբանության խորագրի ներքո պնևմատոլոգիա առարկայի կոչվում է հոգու ներբնակությունը, մկրտությունը և լեցունությունը։ Եվ կարծում եմ շատ կարևոր դաս է, եթե մենք ուղղակի թույլ տանք, որ Աստվածաշունչը մեզ սովորեցնի, եւ վերջին դասն է, եւ կարծես բոլոր դասերն էլ կարևոր են, ընդհանրապես Աստվածաշնչում ասել ես հատված են մյուսից կարևոր է, այս թեման են մյուսից կարևոր է, սխալ կլինի, ուղղակի հույս ունեմ, որ սա կխոսի մեր սրտերին եւ կարծես այս բաժինն էլ կլուսավորվի մեզ մեր հոգեվոր կյանքում առաջընթացի համար։ Ուզում եմ սկսել Գործք առաքելոց 19-րդ գլխից, Գործք առաքելոց 19-րդ գլուխ եւ ընթերցել առաջին 7 խոսքերը։ Ընթերցանությունից հետո մի բան կասեմ, որ շատ կարևոր է որպես հիմք։ Մինչ Ապողոսը Կորինթոսում էր, Պողոսը վերին կողմերում շրջելուց հետո իջավ Եփեսոս եւ մի քանի աշակերտներ գտնելով նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք»։ Նրան պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։ Պողոսն ասաց. «Արդ ինչով մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովանեսի մկրտությամբ»։ Պողոսն ասաց. «Հովանեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունն էր տալիս եւ ասում էր, որ հավատան նրան, ով իրենից հետո էր գալու, այսինքն Քրիստոս Հիսուսին, եւ լսելով մկրտվեցին Տեր Հիսուսի անունով»։ Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։ Նրանք բոլորը շուրջ 12 հոգի էին։ Մի պատմություն Պողոս առաքյալի հետ կապված, երբ Եփեսոսում եկավ եւ աշակերտներ գտավ, եւ այստեղ ինչու եմ ասում ուշադիր լինենք, որովհետեւ այս մարդիկ հավատացել էին։ Գրված է. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք»։ Իրան նվագում է։ Այդպես էլ ալինում, ոչինչ։ Թող մեր գործիքները փառաբանեն Տիրոջը։ Փառքաստուն։ Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք, նշանակում է, որ մարդիկ հավատացել էին, բայց դեռ Սուրբ Հոգին չէին ընդունել։ Հիմա ինչու եմ սա շեշտում մի քանի անգամ, որովհետև Սուրբ Հոգու ներբնակության, Սուրբ Հոգով մկրտվելու եւ Սուրբ Հոգու լեցունության շուրջ եկեղեցիների հիմնական տարաձայնություններն են։ Եվ ծայրահեղություններ կան։ Եվ ես ուզում եմ մենք այս ծայրահեղությունները այսօր բացահայտենք։ Օրինակ այսպիսի ծայրահեղություն կար, ես չգիտեմ հիմա այն եկեղեցին, որ առաջ այդ վարդապետությունը ուներ, հիմա ունի թե չունի, բայց այսպիսի վարդապետություն հաստատ եղել է, ով լեզուներ չի խոսում, փրկված չի։ Փրկությունը ըստ Աստվածաշնչի հավատքով է, եւ ոչ թե գործերով, եւ ոչ թե պարգևներով։ Սուրբ Հոգու օտար լեզուների պարգև է, որը գրված է Աստվածաշնչում։ Կային մարդիկ տարիներ առաջ, որ հստակ ես ասում եմ տեղյակ չեմ, այսօր էլ պնդում են թե չեն պնդում, բայց սա սխալ պնդում է, ով լեզուներ չի խոսում, փրկված չի։ Սա մի ծայրահեղություն է։ Երկրորդ ծայրահեղությունը նա էր, որ հատուկ մկրտության փորձառություն չկա։ Մենք որ հավատացինք, արդեն մկրտված ենք։ Սա էլ երկրորդ ծայրահեղությունն է։ Հիմա որ այս հատվածը կարդում եմ, ամեն ինչ ընկնում է իրանց տեղը։ Քանի որ փրկությունը հավատքով է, այս մարդկանց, որ Պողոս առաքյալը հարց է տալիս, երբ որ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք, նշանակում է, որ իրանք հավատացել էին, բայց Սուրբ Հոգին չէին ընդունել։ Հնարավոր է այսպիսի իրավիճակ։ Այո։ Այս մարդիկ փրկված էին, թե փրկված չէին։ Փրկված էին, որովհետև հավատքով է փրկությունը։ Բայց Աստված իրենց համար մի զորավոր պարգև էր պատրաստել, որին իրենք տեղյակ չէին, ասում են մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա։ Ոչ այս ծայրահեղությունն է ճիշտ, որ ասում են, որ եթե Սուրբ Հոգով մկրտված չես, ի նկատի ունենալով օտար լեզուների պարգևը չի գործում քո մեջ, ուրեմն փրկված չես, սա ճիշտ չի, սա Աստվածաշնչյան չի, եւ մյուս պնդումը, որ երբ որ հավատացինք, ավտոմատ կերպով մենք արդեն մկրտությունը ունենք հոգու, սա էլ ճիշտ չի։
Որովհետև հետագայում տեսնում ենք Պողոս առաքյալը ձեռքը դնում է աղոթքից հետո գրված է, որ իրենք ընդունեցին հոգին եւ օտար լեզուներ էին խոսում ու մարգարեանում։ Սովորեցնում է մեզ Աստծո խոսքը եւ մենք պիտի խոնարհություն ունենանք ընդունելու այն, ինչ գրված է։ Գիտեք, Աստվածաշունչը ասում է, որ Սուրբ Հոգու ներբնակությունը յուրաքանչյուր հավատացյալի համար է։ Առաջին Կորինթացիս 6:19-20 խոսքերում խոսվում է նրա մասին, որ մեր մարմինները այլևս մերը չեն, որ մենք Քրիստոսին ընդունեցինք, մենք դարձանք Աստծո տաճար, Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հոգին է բնակվում մեր մեջ։ Այս մարմինը Սուրբ Հոգու բնակատեղին է, եւ մենք տաճարի պես ենք, այս մարմինը քոնը չի, դուք այլևս ձերը չեք, Սուրբ Հոգին է բնակվում, յուրաքանչյուր հավատացյալի ներսում։ Եվ ուզում եմ կարդալ Գաղատացիս 3-րդ գլխից, որպեսզի մենք հասկանանք, որովհետեւ շատերը ասում են, ես ուզում եմ ընդունել Սուրբ Հոգին։ Տեսնենք պայմանը որն է, ինչ պայման կա։ Ինչ պիտի անես, որպեսզի դու Աստծո առաջ այսպես Սուրբ Հոգին ընդունելուն պատրաստ մարդ լինես։ Ես շատ զգույշ եմ իմ բառերը ընտրում, որպեսզի սխալ կողմ չգնա, որովհետև մեր արժանիքով չի։ Ինչ պիտի անես, որ դու պատրաստ լինես, որն է պայմանը Սուրբ Հոգին ընդունելու։ Գաղատացիս 3-րդ գլխում Պողոս առաքյալը մի փոքր հանդիմանական է խոսում գաղատացիների հասցեին, բայց այստեղ մենք աստվածաշնչյան ճշմարտություն ենք վերցնում։ 3-րդ գլուխ 2-րդ խոսքը եւ 5-րդ խոսքը նույն բանն է ասում երկու անգամ։ Միայն սա եմ ուզում ձեզնից իմանալ, օրենքի գործերով հոգին ընդունեցիք, թե քարոզությանը հավատալով։ Գաղատացիների խնդիրը դնենք մի կողմ, հասկանանք Պողոս առաքյալը ինչ է ասում։ Ասում է սխալներ էին գործել, վերադարձել էին Մովսեսի օրենքին, հիմա ասում է օրենքի գործերով ընդունեցիք, թե քարոզությանը հավատալով։ Ինչպես ենք մենք Սուրբ Հոգին ընդունում։ Երբ որ հավատում ենք ճշմարտության քարոզին, ճշմարտության խոսքը, որ լսեցինք, փրկության ավետարանը, որ լսեցինք։ 5-րդ խոսքում ասում է. «Արդ հոգին ձեզ բաշխողն ու ձեր մեջ հրաշքներ գործողն այդ արեց, որովհետև օրենքը գործադրեցիք, թե քարոզին հավատացիք»։ Քարոզին հավատացիք։ Դրա համար հոգին ընդունեցիք, ոչ թե ինչ որ գործեր արեցիք, չգիտեմ, բարեգործություն, Մովսեսի օրենքը կամ հնարված մարդահնար օրենքներու ծեսեր ու չգիտեմ ինչեր, ոչ, ճշմարտության քարոզին հավատացիք, հոգին ընդունեցիք։ Եւ Աստված կարծես այս հավատքը, որ գալիս է մեր կյանքում, հիշում եք, սա այս մարմինը հոգու տաճարն է։ Աստված նախ մաքրում է այս տաճարը, հետո գալիս բնակվում է։ Ինչպես է մաքրում, երբ որ ես հավատում եմ իր խոսքին, ես մաքրվում եմ իր խոսքով, երբ որ ընդունում եմ այդ խոսքը։ Ասում եմ, դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ես խոսեցի։ Այս խոսքը մաքրեց ձեզ։ Երբ որ հավատում ենք, Տեր Հիսուսն ասում էր, եթե իմ խոսքերին հավատաք, եթե իմ խոսքերին ընդունեք եւ իմ աշակերտները լինեք, ճշմարտությանը կհավատաք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Գնանք առաջ, Գործք առաքելոց 15-ի 8 եւ 9 խոսքերում, 15-րդ գլուխ 8 եւ 9 խոսքերում, այստեղ քննարկում ա գնում, հավաքվել են առաքյալները, քննարկում են անում եկեղեցու առաջնորդներով եւ խոսում են նրա մասին, թե հեթանոսներին էլ Աստված ընդունում է, գիտեք, եկեղեցու սկզբնավորման առաջին ժամանակաշրջանում իրենք մտածում էին, որ Քրիստոս միայն հրյաների համար է եկել, եւ օրինակ երբ որ Պետրոսը գնաց Կորնելիոսի տուն, մեծ քննադատության արժանացավ, եւ նաեւ Պողոսի ծառայությունը, երբ որ հեթանոսների մեջ Բարնաբասի հետ ծառայում էր, այդքան էլ ընդունելի չէր։ Հրյա հավատացյալներին։ Եվ հիմա 8-րդ խոսքը, եւ Աստված, որ գիտի մարդկանց սրտերը, նրանց վկայեց Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես մեզ, եւ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց, հավատով նրանց սրտերը մաքրելով։ Ինչն է մաքրում մեր սիրտը։ Հավատը։ Աստված տալիս է հոգին բոլոր նրանց, ովքեր հավատքը ընդունել են եւ հավատքի շնորհիվ իրենց սրտերը մաքրված է։ Հիմա գանք այն հարցին, թե ինչ է հոգով մկրտվելը։ Բառացիորեն գրված է դա
Եկեք բացենք առաջին Կորինթացիս 12-րդ գլխի 12-13 խոսքերը կարդանք։ Ինչպես որ մեկ մարմինը, ներողություն, ինչպես որ մարմինը մեկ է եւ շատ անդամներ ունի, եւ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։ Գիտեք, Քրիստոսը համեմատվում է եկեղեցին համեմատում է մարմնի հետ, որի գլուխը հենց Տերն է։ Որովհետև մենք ամենքս էլ մեկ հոգով մկրտվեցինք մեկ մարմին լինելու համար։ Թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ, ամենքս էլ մեկ հոգուց խմեցինք։ Մկրտվել բառը, սիրելիներ, բապտիզո բառն է բնագրում, որը նշանակում է ընկղմել։ Եթե մենք ջրի մկրտությունը հասկանում ենք, որ ընկղվում է մարդը ջրի մեջ, եւ Պողոս առաքյալը խոսում է, որ սա Քրիստոսի մահվան խորհուրդ ունի, ինչպես գերեզմանի մեջ մտնելը եւ գերեզմանից հարություն առնելը, այնպես հոգով մկրտվելը նշանակում է, որ այդ ավելի շատ ոչ թե ջրի մեջ մտնելու խորհրդանիշն է, այլ ամբողջովին թաթախվելու է, ոնց որ ջրվեժի տակ կանգնած լինես։ Այս ընկղմվում ես հոգու մեջ եւ համեմատվում է խմելու հետ։ Դու ես շատ կուզեմ, որ այս հոգու փորձառությունը բոլորիս կյանքում լինի։ Ոնց որ այդ ջուրը գալիս է, հիշում եք Տեր Հիսուսը ինչ էր ասում։ Ասում էր, ով ծարավ է, ինձ մոտ եկեք։ Ինձ մոտ եկեք, ձրի տալիս եմ ձեզ կյանքի ջուրը, որ եթե խմեք ձեր որովայնից, կենդանի գետեր կբխեն, կենդանի ջրերի գետեր կբխեն։ Դուք ինքներդ կդառնաք ջրի աղբյուր։ Եվ այստեղ գրված է մեկ հոգուց խմեցինք, մեկ հոգով մկրտվեցինք, մեկ հոգուց խմեցինք։ Հոգով լցվելու համար, մագամ լեցունությանը, հոգով լցվելու համար մենք պիտի խմենք հոգուց։ Իհարկե սա փոխաբերական իմաստով է ասված։ Բայց ինչ է դա նշանակում։ Տեր Հիսուսը ասում էր, եթե մեկը ծարավ է, ինձ մոտ եկեք։ Հովհաննես ավետարան 7-րդ գլուխ 37-ից 39 խոսքերն են սրանք, բայց խմելը մենք պիտի հասկանանք, ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում գնալ Տեր Հիսուսի մոտ։ Օրինակ Կողոսացիս 3:16-ում գրված է Քրիստոսի խոսքը թող առատորեն բնակվի ձեր մեջ։ Քրիստոսին մոտենալ ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ես այնպես եմ անում, որ իր խոսքի մեջ բնակվի։ Գիտեք, մարդը ունի ընտրություն։ Մարդը ունի ընտրություն ապրելու իր ուզածով, թե ապրելու Աստծո ասածով։ Ապրելու նենց ոնց որ իրանը հարմար, թե ապրելու նենց ոնց որ Քրիստոսն է ասել։ Երբ որ մենք որոշում ենք մեզ ճնշելով ապրենք նենց ոնց Տերն է ուզում, իր խոսքը բնակվի մեր մեջ, մենք մոտենում ենք Աստծուն։ Երբ որ մենք որոշում ենք ապրել նենց ոնց որ մեզ է հարմար, մենք ենք ուզում, մենք հեռանում ենք Աստծուց։ Սա շատ պարզ է։ Ուրեմն առաջինը իրենից խմելու համար պիտի մենք նախ մոտենանք իրեն։ Եվ իր խոսքին հնազանդությունն է սա, որ գիտեք, մենք չենք կարող մինչև վերջ իր խոսքին հնազանդվել, սա ոչ ոք չի կարող անի, բայց այն որ մենք ուզում ենք, ինքն էլ մեզ իր հոգով զորացնում է եւ իր հոգին է լցնում մեր մեջ, իր հոգին անձնավորություն է, այտենց լցնելը փոխաբերական իմաստով եմ ասում։ Մենք մեր նախորդ դասերին տեսել ենք, որ հոգին անձ է, ինքը իր հոգին է տալիս մեր մեջ, բնակություն է հաստատում Աստծո հոգին, եւ այն, ինչը մարմնի համար անհնարին էր, հոգով զորացած մարդու համար դառնում է հնարավոր։ Երկրորդը, բացի խոսքը, աղոթքն է, սիրելիներ։ Գործք առաքելոց 4:31-ում, երբ որ աղոթում էին, սա ուշադիր եղեք, սա Պենտեկոստեի օրը չի, Պենտեկոստեն Գործք առաքելոց 2-րդ գլուխն է, իսկ Գործք առաքելոց 4-րդ գլխում այդ նույն Պենտեկոստեի օրը հոգով մկրտված աշակերտները հավաքվել էին ու աղոթում էին։ Գրված է նրանց աղոթելուց հետո շարժվեց այնտեղը, որտեղ հավաքված էին, եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ Աստծո խոսքն էին քարոզում համարձակությամբ։ Այսինքն, այստեղ եւս մեկ կարևոր պայման եւ մեկ կարևոր դիտարկում։ Դու կարող ես մկրտված լինել, բայց դու պիտի շարունակաբար լցվես Հոգով։
Մարդիկ կան այդ առաջին ծայրահեղությունը, որի մասին խոսեցի, որ իրենք մեկ անգամ մկրտությունը, մեկ անգամյա փորձառությունը, մեկ անգամ մկրտվել են, գիտեն իրանք լեցունություն ունեն։ Գիտեն լեզուներ են խոսում, ուրեմն լեցունություն ունեն։ Իհարկե ոչ։ Ընկան լեզուները խոսացող մարդիկ եմ տեսել, դա պարգև է։ Եվ պարգևը մենք չպիտի շփոթենք պտուղի հետ։ Մենք դաս ենք ունեցել պարգևների մասին եւ դաս ենք ունեցել պտուղների մասին։ Պտուղներն են, որ ցույց են տալիս հոգու լեցունությունը, ոչ թե պարգևը։ Տերը ասեց ամեն ծառ, չասեց տեսեք ով ինչ հրաշք է անում, իմացեք հոգով լցված մարդը։ Ոչ, ասեց ամեն ծառ իր պտուղից է ճանաչվում։ Եվ իր խոսքի մեջ հոգու պտուղները ցույց են տալիս հոգու ներկայությունը։ Եվ դա մեր բնավորությունն է, մեր մոտեցումները, մեր կարդացեք կամ լսեք այդ Գաղատացիս 5-րդ գլխի 22-23-ն է, եւ մենք առանձին դաս ենք նվիրել այս թեմային։ Աղոթքի շնորհիվ Տիրոջ հետ ժամանակ անցկացնելու շնորհիվ։ Եթե նրա խոսքը քո մեջ է բնակվում, աղոթքի շնորհիվ նաեւ գալիս է լեցունությունը եւ նաեւ երկրպագությունը։ Մի հրաշալի հատված կա 4 Թագավորաց 3:15-ում, երբ Եղիսեին ինչ որ բան են ուզում, Եղիսեից բան են ուզում, Եղիսեն ասում է Տիրոջ ներկայության մեջ մտնելու համար, հիմա դուք ինձ, չգիտեմ, մարգարեություն են խնդրում իրենից, ասում է մի նվագածու բերեք, մի մարդ բերեք, որ Տիրոջը փառաբանի, եւ փառաբանության ժամանակ է գալիս Աստծո ներկայությունը իր վրա։ Ուրեմն խոսքը, աղոթքը եւ երկրպագությունը։ Եթե հիշում եք մեր վարժանքների առաջին դասը հոգու առողջությունը հենց այս թեմայով էր։ Եվ մենք սա պիտի կարևորենք, որպեսզի պարբերաբար հոգով լցվենք, պարբերաբար խմենք։ 22-րդ Սաղմոսի 3-րդ խոսքում գրված է, որ Աստված իր ժողովրդի փառաբանության մեջ է բնակվում։ Ես տեսնում եմ քույրերը շատ ժամանակ ինչ լավ են փառաբանում, եղբայրները մի տեսակ կաշկանդված ոնց որ լինեն։ Ես ուզում եմ այս ազգի տղամարդիկ Աստծուն փառաբանող տղամարդիկ լինեն։ Աղոթող եւ փառաբանող։ Եվ Աստծուն փառաբանելը երբեք ամոթ չհամարեն։ Ձայնով բարձր լսելի Տերը արժանի է մեր փառաբանություններին։ Լցվել հոգու լեցունության մասին։ Լցվել նշանակում է կառավարվել։ Լցվելը, սիրելիներ, դա փոխաբերական իմաստով է ասված։ Այսինքն նենց չի, որ ծորակը մի քիչ ուժեղ ենք բացում, հիմա էլ մտքով ավելի ուժեղ, ես զգուշացրել եմ միշտ քրիստոնեական յոգայից։ Մարդիկ աչքերը փակում են, հիմա ես պատկերացնում եմ, որ լցվում եմ Սուրբ Հոգով, հիմա ավելի շատ եմ լցվում, այնտեղից էլ չգիտեմ, առաջնորդողը ասում է, հիմա պատկերացրեք հոգին լցվել է, դուք արդեն լցված եք։ Քրիստոնեությունը ինքնախաբեություն չի։ Սա իրական մի բան է, որ դու ինքնաներշնչանքով չես կարող հոգով լցվես։ Լցվել նշանակում է կառավարվել։ Օրինակ, կրկին բացասական օրինակը մեզ ինչ-որ բան կսովորեցնի Ղուկաս ներողություն 4 գլուխ 28-29 խոսքերում 4 գլուխ 28-29 խոսքերում Տեր Հիսուսի հանդեպ փարիսեցիների այդ կրոնավորների բարկությունը ասում է երբ այս լսեցին ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին Հիմա որ բարկությամբ լցվեցին 29-րդ խոսքում ասում է եւ վեր կացան նրանք քաղաքից դուրս հանեցին տարան մինչեւ այն լեռնագագաթը որի վրա իրենց քաղաքն էր կառուցված որպիսի գահավեժ անեն Երբ որ բարկությամբ լցվեցին բարկությունը իրենց մղեց Հիսուսին ժողովարանից հանեն քաղաքից դուրս հանեն լեռան գագաթը որպիսի այնտեղից գցեն ցած Իհարկե գրված է որ Տերը նրանց միջով անցնելով գնաց, իրանք չհասկացան էլ ինչպես անցավ, որովհետև բռնել տարել են, որ բարձր տեղից ցած գցեին, բայց այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնենք։ Բարկությունը կառավարում էր այդ մարդկանց։ Իրանք մարդասպանության էին գնում, որովհետև բարկությամբ էին լցված։ Հաջորդը Գործք առաքելոց 13:45-ում 13:45-ը մեզ հուշում է հետևյալը Երբ հրեաները ժողովրդի բազմությունը տեսան, նախանձով լցվեցին եւ Պողոսի ասածներին հակաճառելով հայհոյում էին։ Հրեաները լցվեցին նախանձով, տեսան ինչքան մարդ է հավաքվել Պողոսի քարոզությանը
ու այդ նախանձը իրենց մղեց ինչ-որ գործ անելու, նախանձն էր իրենց կառավարում։ Առաջին դեպքում բարկությամբ էին լցված, հիմա նախանձով էին լցված։ Հիմա Եփեսացիս 5:18-ում գրված է մի լցվեք, ներողություն, մի հարբեք գինիով, որի մեջ անառակություն կա, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Հիմա գինով լցված մարդն էլ գինու ազդեցության տակ է, ինչ որ բաներ անում, կառավարվում է ալկոհոլից։ Ասում է, այդպես մի արեք։ Լցվեք Սուրբ Հոգով։ Եվս մի հատված կարդամ, սա շատ կարևոր է, Հռոմեացիս 1:29 խոսքը, էլի լցվել բառն է, 1:29։ Նրանք լցված էին, այդ վատ մարդկանց մասին է խոսում, ամեն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, նախանձով, մարդասպանությամբ, կռիվներով, նենգությամբ, չար բարքով, եւ ինչ էին անում, ինչով լցված ես, դա էլ քեզ առաջնորդում է։ Մի լցվեք որևէ այլ բանով։ Այս տաճարը Սուրբ Հոգու տաճարն է, եթե մենք Քրիստոսին հավատացել ենք։ Հիմա ինչ ենք այս լցված բառից սովորում։ Ինչով լցված ես, նրանով էլ առաջնորդվում ես, նրանով էլ կառավարվում ես։ Հիմա գրված է Աստվածաշնչում, Հռոմեացիս 8-րդ գլխում, որ նրանք, ովքեր հոգով են լցված, հոգուց են առաջնորդվում։ Մարմնավորը մարմնի ցանկություններով է ապրում, իսկ հոգևորը իր մեջ բնակվող հոգուց է առաջնորդվում։ Հիմա հասկանում ենք ինչա լցված լինել։ Հասկանում ենք ինչ նշան կա հոգով լցված լինելու։ Շատ եմ լսել հավատացյալներին, հոգով լցված եղբայր էր, ասում եմ ինչ էր, ինչից իմացար, ասում ասես ձեռքը դնում էր բոլորը ընկնում էին։ Հոգով լցվածը պարգևի հետ կապ չունի։ Եվ ոչ էլ դիմացինին թեկուզ Սուրբ Հոգու զորությունը կպնի։ Ոմանք ձեռքը դնում են, ուզում են քեզ բրդեն, ինձ հետ եղել է, ձեռքը դրել են գլխիս, ուզեցել են ինձ բրդեն գցեն, բայց եղել է նաև Սուրբ Հոգու զորությունը Աստվածաշնչում կա գրված, որ օրինակ Տիրոջ ներկայությունը տաճարի նավակատիկի Սողոմոնի ժամանակ, Տիրոջ ներկայությունը լցվեց, Տիրոջ ամպը լցվեց տաճարի մեջ եւ քահանաները չէին կարողանում ոտքի վրա կանգնել։ Հնարավոր է դա, իհարկե հնարավոր է։ Բայց երբ որ քո միջոցով բժշկություններ ու հրաշքներ է կատարվում, դա դեռ չի նշանակում դու հոգով լցված ես։ Երբեք։ Այլ որ քո մեջ երևա սեր, խաղաղություն, ուրախություն, ժուժկալություն, ամենավերջի պտուղին մի անգամից անցա, որովհետև մեղքի գայթակղությունը գալիս է մարդու արգելակները չի պահում, ասում է չեմ կարում, դա ժուժկալության պակասն է, հոգով լցվի, հոգով լցվես, ժուժկալության պտուղը կերևա քո կյանքում։ Այս սա է հոգով լցված մարդը, որ կարողանում է հեզությամբ ու խոնարհությամբ իրեն վատ վերաբերվողին պատասխանի։ Այս սա է հոգով լցված մարդը, որ կարողանում է համբերությունը հոգու պտուղներից է, երկայնամտություն։ Եվ մնացած պտուղներն են սիրելիներ, որ խոսում են հոգով լցված լինելու մասին եւ մեր ասում հələ մի րոպե թողեք, մի քանի րոպեով մոռանամ, որ ես հավատացյալ եմ, կասեմ քեզ, սի հոգով լցված մարդ չի։ Հոգով լցված մարդը այն մարդն է, ով ոչ թե եկեղեցում է հոգևոր, ոչ թե որ իրան տեսնում են հոգևորը, ինքը միշտ հոգու ներկայության մեջ է, ինքը միշտ խմում է, խոսքը, աղոթքը, երկրպագություն, ինքը լցվում է հոգով եւ իրենից բխում է հոգին, այդ կենդանի ջրերի կետերը։ Հիմա գամ մկրտության թեմային եւս մեկ անգամ եւ փորձեմ ժամանակի մեջ ավարտել։ Սուրբ Հոգու մկրտության 4 տեղ եմ առանձնացրել Աստվածաշնչից։ Առաջինը Պենտեկոստեի օրն է, Գործք առաքելոց 2-րդ գլուխը բոլորս երևի թե անգիր գիտենք։ Երկրորդը Սամարիայում, Գործք առաքելոց 8-րդ գլխում, ներողություն, Գործք առաքելոց 8-րդ գլխի 14-ից 19 խոսքերն են։ Երրորդը Կորնելիոսի տանը, Պետրոս առաքյալի քարոզության ժամանակ, սա Գործք առաքելոց 10-րդ գլուխն է, 44-ից 48-ը, եւ
Արդեն ընթերցեցի Եփեսոսում գործառաքելոց 19-րդ գլխի 6-րդ խոսքում, որտեղ ասում է մկրտվեցին, այսինքն հոգին ընդունեցին, լեզուներ էին խոսում եւ մարգարեանում։ Այս 4 դեպքերից 3-ում հստակ գրված է լեզուներ խոսելը որպես հոգու մկրտության նշան։ 4-րդ դեպքը Սամարիայում գրված չի, որ լեզուներ են խոսում, բայց երևացող մի բան էր տեղի ունենում, որովհետև Սիմոն Մոգը որ տեսավ, աս փող առաջարկեց առաքյալներին, ասաց ես էլ եմ ուզում ձեռքս դնեմ, կատարվի այն, ինչ որ դուք եք ձեռք դնում ու կատարվում է։ Այսինքն, հիշում եք մի ծայրահեղությունը նա էր, որ մարդիկ ասում են, եկեղեցիներ կան, որ ասում են, եթե լեզուներ չես խոսում, փրկված չես։ Սա սխալ վարդապետություն է։ Մյուս ծայրահեղությունը որ պարտադիր չի ինչ-որ մի բան տեղի ունենա։ Եթե 4 դեպք է նկարագրված, 4-ից 3-ում լեզուներ են խոսում եւ մեկն էլ չի ասում լեզուներ խոսել, բայց հստակ երևում էր պարգևների դրսևորումը, կարող ենք ասել, որ Սուրբ Հոգու մկրտությունը այդպես հանգիստ աննկատ անցնող իրադարձություն չի։ Կարող ենք ասել։ Իհարկե կարող ենք ասել։ Եվ մենք հասկանում ենք, որ Սուրբ Հոգու մկրտությունը ուղեկցվում է տեսանելի նշաններով կամ գոնե մեկ նշանով, որը հոգու պարգևներից որևէ մեկի եւ բնականաբար եթե 4-ից 3-ում գրված է լեզուները կարող ենք նաեւ ասել եւ սխալ չենք լինի որ ասենք լեզուների օտար լեզուների պարգևի դրսևորումով է տեղի ունենում։ Հիմա եթե ինչ-որ մեկը չի համաձայնվի կասի, բայց այնտեղ գրված է լեզուներ եւ մարգարեություն, գոնե համաձայնվեք նրա հետ, որ տեսանելի է հոգու մկրտության նշանը։ Հաստատ Աստվածաշունչը այսպես ասում։ Այսինքն այն, որ ասում ենք, մենք որ ապաշխարեցինք այդ պահին մկրտվեցինք, կամ եթե գանք ավանդական եկեղեցիներ, մենք որ երեխայի գլխին մեռոնը քսեցինք, ինքը արդեն Սուրբ Հոգով մկրտված է, դա Աստվածաշնչյան չի։ Սուրբ Հոգու մկրտությունը իրադարձություն է, որը նշանով է ուղեկցվում։ Եթե իմ հետ չհամաձայնվեք, ոչինչ, բայց Աստծո խոսքի հետ վտանգավոր է չհամաձայնվելը։ Հակափաստարկներին էլ եմ ծանոթ, ասում են դե որ մենք հավատացինք արդեն իսկ հոգին մեր մեջ է բնակվում, հիշում եք Պողոս առաքյալի հարցը, երբ որ հավատացիք հոգին ընդունեցիք, այո, փրկությունը հավատքով է։ Եթե անգամ այդ մարդկանցից ոմանք չհասցնեին ընդունել ու մահանային, ինչպես մենք գիտենք հավատացած մարդ, որ հոգով չի մկրտվել, գիտենք թե չգիտենք։ Խաչի վրա է ավազակը։ Հավատաց Հիսուսին, բայց ոչ էլ մկրտություն, ոչ էլ Սուրբ Հոգու մասին քարոզ լսեց, ոչ էլ ինչ-որ մի առաքյալներից մեկը ձեռք դրեց, աղոթեց, Տեր Հիսուսի ձեռքերն էլ խաչված էին, ինքը Տերը ասեց, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Եվ մենք պետք է ասենք, որ մկրտությունով, հոգու մկրտությունով կամ ջրի մկրտությունով փրկություն չկա Աստվածաշնչում, փրկությունը հավատքով է եւ միայն հավատքով։ Այնպես որ հնարավոր է հավատալ, ապրել, փրկվել, բայց հոգով չմկրտվել։ Բայց դա չի նշանակում, որ մկրտությունը սխալ է կամ մկրտությունը աննկատ տեղի է ունեցել այդ մարդու կյանքում։ Լավ, գնանք առաջ։ Ես այսպես եմ հասկանում եւ կարծում եմ, որ Աստվածաշունչը այսպես է մեզ սովորեցնում։ Հիմա մոտենամ ավարտին։ Ամփոփեմ։ Հնարավոր է հավատալ Տիրոջը եւ դեռ մկրտված չլինել։ Այո, Սամարիայում սպասեցին հավատացյալները, եթե կարդաք, ասեցի, որ դա գրված է Գործք առաքելոց 8-րդ գլուխ 14-ից 19, Փիլիպոսի քարոզությունից հետո, հավատալուց հետո սպասեցին, մինչև Երուսաղեմից եկան Պետրոսն ու Հովանեսը եւ նրանց վրա ձեռք դրեցին, աղոթեցին եւ այս մարդիկ հոգով մկրտվեցին։ Հնարավոր է? Այո, հնարավոր է հավատալ Տիրոջը եւ դեռ մկրտված չլինել, փրկված լինել, բայց դեռ մկրտված չլինել։ Երկրորդ հարցը. ինչու շատ եկեղեցիներ չեն մկրտվում Սուրբ Հոգով։ Ինչու այդ նույն պարգևը շատ եկեղեցիներում չկա։ Ուզում եմ ասել, ոչ թե որոշ եկեղեցիներ Աստծո համար ավելի ընդունելի են, ավելի լավն են, քան մյուսները, ոչ։ Հակոբոս 4:2-ում մի բան կա գրած. չունեք, որովհետև չեք խնդրում։
Ղուկաս, ուզում եմ սա ընթերցել, Տեր Հիսուսի խոսքերն են։ Ղուկասի ավետարան 11-րդ գլուխ 9-ից 13-ը։ Երանի այս խոսքերը, Տիրոջ խոսքերը հպվեն այն մարդկանց սրտերում, ովքեր դեռ հոգու պարգևը չեն ընդունել։ Հպվեն։ Տերը ասում էր. «Եվ ես ասում եմ ձեզ, խնդրեք եւ կտրվի ձեզ, փնտրեք եւ կգտնեք, դուռը բախեք եւ ձեր առաջ կբացվի, որովհետեւ ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է եւ ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է։ Ձեզանից ով է այն հայրը, որից որդին եթե ձուկ ուզի, միթե ձկան փոխարեն օձ կտա նրան, եթե ձու ուզի, միթե նրան կարիճ կտա։ Եվ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան առավել, հիմա Տեր Հիսուս ասում է, ում մասին է այս խոսքը, որքան առավել երկնավոր հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից։ Տեր Հիսուսն էր ասում, Սուրբ Հոգին պիտի խնդրեք, որ ստանաք։ Ինչպես խնդրի այն մարդը, ով ասում է դա սուտ է։ Ավելի համարձակ ճակերտավոր հավատացյալներ կան, որոնք ասում են դա չարից է։ Ես խորհուրդ կտամ YouTube-յան վիդեոներ չնայեք, ոչ էլ Facebook-յան այս թեմայով։ Ես որ նայել եմ, ասում եմ, մեկը հավատքի մեջ տկար լինի, այնպիսի բաներ են անում, վերցնում են լեզուների աղոթքը, բառերը սկսում են թարգմանել ինտերնետով, սա այս լեզվում հայհոյություն է, նա այս լեզվում հայհոյություն է, դու որոտար լեզուներ ես խոսում, ինչ գիտես, դա հայհոյություն է, ու մարդիկ հոգեբանական, սա հոգեբանական ճնշում է, սա զուտ հոգեբանական մանիպուլյացիա է։ Բառեր կան մեր լեզվում նորմալ բառեր են, հարևան երկրի լեզվում հայհոյություն է։ Հասկանում եք, դա չգիտեմ էլ եկեղեցուն վնասելու համար կամ իրենց վարդապետությունը հաստատելու համար մարդիկ ինչի ասես գնում են։ Մի նայեք բամբասանքները, մի նայեք չարախոսությունը, նայեք Աստծո խոսքին։ Առաջին Կորինթացիներ 14-րդ գլխում ասում է, օտար լեզուներ էին խոսում եւ միտքը չէր հասկանում ինչ էր ասում լեզուն։ Հետո ասում է աղոթեմ մտքով, այսինքն հասկանալի աղոթքով, աղոթեմ լեզվով, լեզուներով անհասկանալի։ Ասում է դիմացինը ինչպես քո լեզուներով աղոթքին ամեն ասի, իր համար չի էդի, Աստծո համար առանձնացի դու եւ Աստված աղոթք արեք։ Այսպես է գրված։ Եվ մենք Աստվածաշունչը դնենք մի կողմ, սկսենք տեսանյութեր նկարել, որպեսզի հաստատենք մեր եկեղեցու վարդապետությունը։ Բա որ կանգնենք Աստծո առաջ, ինչ պատասխան ենք տալ։ Ասի դու դեմ ես։ Այդ լեզուներ խոսացողների դեմ չէր, այդ իմ դեմ էր, իմ խոսքն է տենց ասում։ Ինչու շատ եկեղեցիներ չեն մկրտվում։ Ինչու շատ եկեղեցիներ չունեն այս պարգևը, որովհետև ուղղակի չեն հավատում, չեն խնդրում։ Խնդրեք ու կստանաք։ Բա որ խնդրեմ վատ բան լինի, այստեղ Տեր Հիսուսի խոսքերը հիշի։ Այդ YouTube-յան վիդեոները որ նայես, հաստատ մտքեր է գալու, բա որ չարը գա ես խնդրեմ։ Գրված է ձեզանից որ հայրն է, որ իր որդին իրանից հաց ուզի, ինքը քար կտա։ Ձու ուզի, կարիճ կտա։ Ձուկ ուզի, օձ կտա։ Ձեր հայրերը տենց բան կանեք, չէ, բա ինչու եք մտածում, որ դուք երկնային հորից հոգին խնդրեք, սատանան կգա մի հատ չար բան կտա ձեզ։ Ոչ, ամեն ինչ Աստծո վերահսկողության ներքո է։ Չվախենաք, խնդրեք եւ կստանաք, եւ սա ասում էր հոգու մասին։ Հաջորդ հարցը. ինչու մկրտությունը լեցունություն չի։ Որովհետեւ մկրտությունը մեկ անգամյա փորձառություն է։ Լեցունությունը շարունակական եւ մենք անընդհատ պիտի խմենք, որ բխի։ Եթե մենք դադարենք խմել, որոշակի ժամանակ կարա բխի, բայց հետո չորանալու է։ Մենք անընդհատ պիտի լինենք Սուրբ Հոգու այդ հեղեղների, այդ ջրվեժի, այդ հոսքի ներքո։ Եվ անընդհատ պիտի լցվենք, որպեսզի կարողանանք փոխանցել։ Որն է հոգով լցված լինելու ապացույցը։ Սուրբ Հոգու պտուղները եւ ոչ թե պարգևները։ Պարգևները հոգեվոր զենքեր են, որ մեր թշնամին նույնպես ունի։ Կարդացեք Աստվածաշունչը կտեսնեք հրաշքներով ու նշաններով շատերին մոլորեցնելու է։ Սրանք պարգևներ են, սրանք հոգեվոր զենքեր են, որ եկեղեցին պիտի ունենա, բայց սա հոգու լեցունության նշան չի։ Պտուղները եւ կրկին Գաղատացիս 5-րդ գլխի 22-23-ում սրա մասին գրված։
Հոգին անընդհատ պետք է բխի մեզնից, դրա համար մենք անընդհատ պիտի լցվենք հոգով։ Եվ որպես հանձնարարություն հոգով լցված մարդու եւ հոգով չլցված մարդու, եկեք հիմա ժամանակ չկա ընթերցելու, բայց Հռոմեացիս 8-րդ գլխի առաջին 17 խոսքերը հենց սրա մասին են։ Ովքեր հոգով են առաջնորդվում, հիշում եք լեցունությունը ինչ էր։ Լեցունությունը առաջնորդվելն էր։ Բարկությունով ես առաջնորդվում, թե հոգով։ Նախանձով ես առաջնորդվում, թե հոգով։ Հոգով առաջնորդվողները հոգուն են պատկանում։ Փառք Աստծուն, այս դասընթացի համար տեսակ շատ ակադեմիական չէր, պարզ, քարոզի պես, ուսուցման պես հասկանալի եւ հույս ունեմ ովքեր որ առաջին 5 դասերը չեն լսել իրենց կհետաքրքրի նաև առաջին 5-ը կլսեն Սուրբ Հոգու թեմայով, այս հրաշալի թեմայով։ Սուրբ Հոգին անձնավորություն ասիրելներ եւ այդ անձնավորությունը ուզում եմ մեզ հետ մտերմություն ունենա եւ բնակվի մեր ներսում։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքը լուսավորելու, քո խոսքի ճշմարտությունները բացահայտելու համար եւ թող այս ուսուցումը Տեր, եթե ինչ-որ մեկը իմ խոսքերին պիտի հավատա Տեր, ուրեմն սա չհաջողված ուսուցում է, եթե ինչ-որ մեկը վերցնելու է եւ այդ հատվածները ուսումնասիրի եւ քո խոսքին հավատա, ուրեմն հաջողված ուսուցում է եւ թող մարդկանց սրտի մեջ փափագ առաջանա հոգով լցվելու, հոգու մկրտության եւ նաեւ հոգու հետ մտերիմ հարաբերության։ Բացահայտիր Սիրելի Սուրբ Հոգի քո անձը քեզ սիրող, քեզ պաշտող քո զավակներին եւ զորացրու մեզանից յուրաքանչյուրին քրիստոնեական դժվարին ընթացքի մեջ, որպեսզի հաղթողներ լինենք, որովհետեւ մեր հաղթությունը քեզանից է, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ Աստծո հոգով, եւ մենք առանց քեզ չենք կարող։ Մենք քո կարիք ունենք եւ մենք երկրպագում ու պաշտում ենք քեզ։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։